Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարձրաձայն մեզ հետ սկսենք հայրմեն աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Երիցյան քո, եկեցե աղքայություն քո, երիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պատիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Օրհնություն եւ փառք, հոր եւ որդվո եւ օգնույն սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Sein, Auditinos. Alleluia, ordi. Kavutun, amenetun. Yeruatian, Sosi vorostovanu. Եթե ոչ հատն ծորեն ու անկյալ երկիր մերանիցի, ինքն միայն գա, ապա եթե մերանիցի բազում արդյուն սարնե, որ սիրե զանձն յուր արցակ է հզնա, և որ ատյատ զանձն յուր աշխարիս այս միս, իկյանսն ավիտենականս պահես է ըսնա, Եթե ոգզից պաշտից է ըսնին եկեստ է, և ուր եսն է ման և պաշտոնյային եղիցի, եթե ոգզից պաշտից է, պատվեց ես նահայնի։ Հոգվոց հանգուցելոց Քրիստոս Աստված, արահանգիստ և ողորմություն,
եւ մեզ մեղավորած շնորհյալ կավություն անցանած։ Եվս խաղաղությանը սերաղաչեսու, բաստանգության լոքոս խաղաչեսու կսպրկիչն մեր Քրիստոս, Իզգոսան դարքար ծնդացեցը եվս մեզ կեցուց շնոր և ողորմության յորով, ամենակալ սերացված մեր կեցո և ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստծո նոխակալ եւ բարեգութ, գթակ խորարչական սիրովտի հոգի սանգուցյալ ծառայիցտոց եւս առավելապես հիշատեր համորեն ատակացն, որ կատարեցան ի պատերազմի, Սարդարապատի, Բաշապարանի եւ Փարաքլիսայի, եւս առավելապես հիշատեր համորեն ատակացն, որ կատարեցան ի պատերազմի, առաջին եւ երկրորդ Արցախյան գոյամարտի, հիշա հավուր մեծի գալստյան արքայության քո, արարժանի ողորմության, խավության եւ թողության մեղած, դասավորյալ պայծառացուն սուրբս քոաչակով մանդասուն, զիդու ես Տեր եւ արարիչ ամենեցուն, դատավոր կենթանյաց եւ նջեցելոց, երկես վայլեփակ իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Սիրելի ապարանցիներ, հարգելի հյուրեր, այսօր հավաքվել ենք ապարան քաղաքի այս գեղեցիկ միջավայրում նշելու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնախմբության օրը։ Մենք գիտենք, որ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում։ Եվ մտովին, երբ թերթում ենք հայոց պատմության էջերը, հասկանում ենք, որ մեր ժողովուրդը ունեցել է դժվար, համառ, հաստատուն, կամքով լեցուն, հավատքով հարուստ պատմություն, որի ընթացքում ունեցել ենք եւ վերելքներ, եւ վայրեջքներ, ունեցել ենք հաղթանակներ, ինչպես Բաշապարանի, Սարդարապատի, այնպես էլ ունեցել ենք պարտություններ։ Եվ այս պահին ուզում եմ ձեզ հետ կիսվել մի գեղեցիկ պատմությամբ, որ առնչվում է ամենայն հայոց Վազգեն Վեհափարի հետ։ Առաջի հայացքից կթվա, թե այս պատմությունը քիչ աղերս ունի այսօրվա հետ, բայց խորունկ հայացքը եւ սուր միտքը կկարողանա դուրս բերել այդ պատմության մեջից այսօրվա խորհուրդը, այսօրվա խորհրդի նշանակությունը մեզանից յուրաքանչյուրի համար։ Հայ եկեղեցու ծեսի համաձայն, երբ հոգևորական է ձեռնադրվում, հոգևորականին նոր անուն են տալիս։ Այդպես է պատահում նաև Լևոն Պալչյանի հետ, ով դառնում է Վազգեն Աբեղա։ Ձեռնադրությունից հետո Վազգեն Աբեղան մոտենում է իր ձեռնադրող տարեց եպիսկոպոսին եւ հարցնում. Ինչու սրբազան հայր ինձ կոչեցիք Վազգեն անունով։ Եվ սրբազանը պատմում է հետևյալ պատմությունը, որ Վանի ինքնապաշտպանությունների ժամանակ Վազգեն անունով մի երիտասարդ փորձում է պաշտպանել իր թաղամասերը եւ մարտի է բռնում թուրքական կանոնավոր զորքի հետ։ Թեժ մարտերի ընթացքում Վազգենը կարողանում է իր փոքրաթիվ ընկերներով բազում կորուստներ պատճառել թուրքական բանակին, բայց թուրքերը վերջում կարողանում են խաբելով գերի վերցնել երիտասարդ պատանուն եւ սպանել։ Եվ որպեսզի իրենց վրեժը մինչև վերջ Արնաբուն թուրքը հասցնի ավարտին, Վազգենի անշնչացած դին տանում են փողոցներով, տներով եւ փորձում են պարզել, թե ովքեր են այդ երիտասարդի ծնողները։ Ահա մոտենում են մի տան եւ տան առջեւ կանգնած է մի կին, որի 4 անչափահաս զավակները տան ներսում են։ Եվ երբ Վազգենի անշնչացած դին գցում են մոր առջև,
եւ հարցնում արդյոք սա քո տղան է, մայրը կուլ տարով արդյունքները ասում է, որ ոչ, իմ տղան չէ։ Երբ թուրքերը հեռանում են տանելով նաեւ իր որդու դին, նա ներս է մտնում եւ իր 4 զավակներին գրկելով արտասվում, ողբում իր երիտասարդ զավակի մահը։ Ահա սա է Վազգեն վեհապարին տրված անվան պատասխանը։ Բայց այս պատմությունը կիսատ կմնար, եւ մենք չէինք խոսի թերևս այս պատմության մասին, եթե պատմությունը ավարտվեր մի հերոս տղայի եւ մի խիզախ կնոջ պատմությամբ։ Բայց մեզ հայտնի է, որ Սարդարապետի ճակատամարտին այս կինը արդեն իր 4 չափահաս զավակների հետ մասնակցում է եւ իր ավակ որդու վրեժը առնում է թուրքերից Սարդարապետի դաշտում։ Նման օրինակ պատմություն կա նաև կապված Բաշապարանի հետ։ Բաշապարանի երգի բառերը թեկուզ 2 տողով, բայց շատ խորը մի ամբողջ պատմություն են հայտնում այս ժողովրդի հերոսական պայքարի մասին։ Երգի բառերը ասում են, որ երիտասարդ մայրերը եւ երիտասարդ հարսները իրենց կարմիր գլխաշորերը փոխեցին պատրոն դաշով, իրենց որդիների, ամուսինների, մեծ հայրերի հետ դուրս եկան Բաշապարանի ճակատամարտին եւ աշխարհազորը զինվորականների հետ միասին տվեց մեր հաղթանակը։ Ուրեմն, ինչի մասին է այսօրվա խորհուրդը։ Այսօրվա խորհուրդը չհանձնվելու, պայքարելու, ողբ ու ցավ տեսնելուց հետո գլուխը վեր բարձրացնելու, հավատքով լցվելու, հույսով ապրելու եւ այդ հույսը դարձնելու գործ, դարձնելու աշխատանք, որպեսզի մենք կարողանանք ամեն անգամ մեր հաղթանակները տոնենք ոչ միայն այստեղ, այլ ամենուր, որտեղ որ հայ ժողովուրդը հաղթանակ է տարել։ Մի հայտնի ճշմարտություն կա, պարտված չէ մարդը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը իր պարտությունը չի խոստովանում։ Եվ մենք հավատում ենք, որ մենք թերևս մարտում ընկել ենք, թերևս կորցրել ենք մեր զավակներին, բայց մենք դարձյալ ոտքի ենք կանգնելու։ Աստվածաշունչը այդ մասին հստակ ասում է. արդարը 7 անգամ որ ընկնի, 8-րդ անգամ դարձյալ ոտքի պիտի կանգնի։ Մենք այսօր հիշում ենք Արցախի